հայտարարություն տարածեցին նրանց ձերբակալելու մասին, հավանաբար նաև կանանքի երևի թե միջնորդություն կներկայացվի։ Ինչպիսի մեկնաբանություն կտա հաշվի առնելով երեկվա Նիկոլ Փաշինյանի զրույցը, բարձրացրած հարցերը եւ այսօրվա գործողությունը։ Պատասխանը ձեր հարցի մեջ ըստ էության ձևակերպեցիք, դուք լսեցիք երեկվա նրա ուղերձները դատաիրավական համակարգին եւ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են սկսում։ Ես սա գնահատում եմ այդ նույն շարքից, ամեն ինչ արդեն այնքան ակներև է եւ այնքան պարզ է, որ ինքներդ ամեն ինչ տեսնում եք։ Հարամանյան երեք ձեր ֆրակցիան ի նշան բողոքի հերթականական դուրս եկավ նիստերի դահլիճից եւ Վեհախարի անունը սխալվեցվեց եւ այսօր հետ վերադարձել, դա նույնպես շահատման արժեք է տալիս քաղաքականների, ինչով է պայմանավորված ձեր վերադարձ ու ասում են այսպես ամեն անգամ երբ որ ինչի է ժամանակի ամեն անգամ հիմնավորված մինչեւ Գիտեք, ես չեմ մեկնաբանի այն թե քաղաքականները ինչ են ասում, իրենք ամեն բան կարող են ասել, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը տեսնում է, թե ինչպիսին է իրականությունը եւ կարծում եմ սեփական դատողություններն ու վերլուծությունները անելու կարողություն ունի, ինչ վերաբերում է մեր վարքագծին, այո, ամենայն հայոց կաթողիկոսին Ավազանի անունով դիմելը մենք համարում ենք մեր հոգեվոր կրոնական զգացմունքները վիրավորող գործողություն եւ միտումնավոր արված գործողություն եւ երեկվա մեր պահվածքը, այսինքն դահլիճը լքելու փաստը հենց դրանով էր պայմանավորված, դա անհամաձայնություն էր այդ վարքագծին եւ դուք գիտեք, որ քաղաքական իշխանությունը հետևողականորեն ազգային ինքնության հենասուն հանդիսացող հայ ազգային եկեղեցու դեմ արշավ է սկսել Նիկոլ Փաշինյանի վերած ծրագրում նույնիսկ այդ հակասահմանադրական կետը ներառված է, ես ուզում եմ հիշեցնել, թե որտեղից սկսվեց այդ ամենը, դուք շատ լավ հիշում եք, որ այդ արշավը եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսվեց, երբ Փաշազադեն հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, իսկ երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության բացահայտեց դա եւ խոստովանեց, որ խնդիրը ըստ էության Արցախի Արցախ վերադարձի, Արցախի մշակութային ժառանգության Արցախահայերի վերադարձի, մշակութային ժառանգության պահպանության խնդիրները հայ առաքելական եկեղեցու կողմից բարձրաձայնելն է եւ դուք հիշում եք, որ այդ արշավի մեկնարկից առաջ Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսը հանդես էր եկել հենց այդ օրակարգով, այսինքն սա էլ արձանագրենք, այնինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ, դա եւս արտաքին օրակարգի սպասարկում է եւ մեր ազգային հենասունները խարխլող մի արշավ է։ Տիկին Վահրամանյան, այսօր ինչով էր պայմանավորված բավականին ուշացնային ներկայանալը ձեր խմբակցության, ձեր ուժի։ Դա խմբակցության որոշումն էր, մենք նպատակահարմար ենք գտել վերադառնալ խորհրդարան եւ մեր երեկվա քայլը, մեր երեկվա դեմարշը ամենևին չէր նշանակում, որ մենք այլևս խորհրդարան չենք վերադառնալու։ Մենք ինչպես նշել ենք, մեր օրակարգը անփոփոխ է, մենք այդ օրակարգի շրջանակում շարունակում ենք պայքարը, ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս օրենքով եւ սահմանադրությամբ չարգելված բոլոր միջոցները։ Մասնակցելու եք կառավարության ծրագրի քննարկումներին այսօր։ Քննարկումները, ինչպես տեսնում եք, արդեն ավարտին են մոտենում, մի քանի ելույթ է մնացել, կամ խմբակցության անունից ելույթներ եւ ապա կլինի քվեարկություն, այդ մասով դեռ որոշում չունենք, կմասնակցենք քվեարկությանը, թե ոչ։ Միացել ես դուք այսօք մտավախություն չունեք, որ նորից ելույթների ժամանակ դեպի հարաբերի կլինեն Ավազանի անունով դեպի ելույթի ժամանակից դե իրենք կարող են շարունակել այդ սադրիչ գործողությունը, որովհետև իրենք գիտեն, որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից լինելու է համապատասխան արձագանք, ես կրկնեմ, դա ուղղակի հենց այնպես հարված չէ սեղանի, մենք տվյալ իրավիճակում գտել ենք, որ դա է
անհամաձայնություն արտահայտելու միջոցը նորից եմ կրկնում ավազանի անունով վեհապար Հայրապետին դիմելը վիրավորում է տասնյակ հազարավոր 100 հազարավոր հայ քրիստոնյաների հոգևոր զգացմունքները։ Ինչ Հարամանյան չէ կարծում, որ ձեր այդ դեմարշը իրեն շփել աշխատել են եւ ամեն անգամ երբ իրենք ուզեն որ դուք դահլիճից դուրս գաք, իրենք այդ քայլին են դիմելու, դուք ստիպված արդեն դուրս եք գալու։ Հակառակ դեպքում, եթե հայր մարգարիտը սովորեք, իրենք կհամարեն, որ դուք արդեն հաշտվել եք այդ իրավիճակին։ Ես չեմ կարծում, որ մեր գործիքակազմերը ՀՊՆ որոշելու կախված համապատասխան իրավիճակից կընտրվի համապատասխան գործիքակազմ եւ կկայացվի համապատասխան որոշում ՀՊՆ չի կարող մեզ թելադրել, թե երբ լինել դահլիճում, երբ դուրս գալ դահլիճում եւ ինչ անել, մեր գործողությունները որոշում ենք մենք։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հանրացի մասին քննարկումը հաշվի առնելով, որ 3 հարցպատասխանի ժամանակ Փաշինյանը ուղիղ Լևոն Քոչարյանին ասաց, որ այդ շարունակությունը չէ ստանալու, ես ձեզ նատելու եմ, եւ առավոտյան Ալֆաջոկատ արդեն Լևոն Քոչարյանից տուն է հայտնվել, սա քաղաքական ուղիղ վերահանգ չէ իրավապահման։ Ես շեփազրույցի առաջին հատվածում գնահատական հնչեցրեցի, այո, դա քաղաքական վերահանգ է, դա առաջին դեպքը չէ, երբ գործադիրի ղեկավարը Facebook-ով, շեփազրույցում, հայտարարություններով եւ այլ տարբերակներով ուղիղ ցույցում է տալիս իրավապահման հիմներին, արդեն 8 տարի է Հայաստանում ցավոք դատաիրավական համակարգը գործիք է դարձել գործող իշխանության ձեռքին եւ այդպես իշխանությունը փորձում է ճնշել իր ընդդիմախոսներին, փորձում է լրացնել ընդդիմախոսներին, սա գնահատում եմ այդ շարքից։ Հիմա վերադառնալու եք նստերի դահլիճ եւ շարունակելու եք ձեր գործունեությունը, Այս պահին մենք խորհրդանում ենք, հիմա ընդմիջման ժամ է, մենք կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշումներ։ Ման